Իշխանությունը շարունակում է խոսել խաղաղությունից ու թրիփից եւ բացառում է միջանցքային տրամաբանությունը, սակայն դրա ֆոնին Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրարօղլուն հայտարարել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի նոր ծրագրի իրականացման մասին, նշելով, որ այն նախատեսվում է իրականացնել 4-ից 5 տարվա ընթացքում։ Նրա խոսքով երթուղին պետք է անցնի նաեւ Հայաստանի տարածքով, կապելով Թուրքիան Ադրբեջանին եւ ծառայելով թուրքական աշխարհի միավորմանը։ Թուրքիայում եւ Ադրբեջանում արդեն ակտիվ շինարարական աշխատանքներ են իրականացնում։ Նշենք, որ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ միջանցքային տրամաբանությունը անընդունելի է։ Երևանում եւ Վանաձորում բնակվող երկու անձ ձերբակալվել են շուրջ 20 կիլոգրամ թմրամիջոցների մաքսանենգության եւ իրացման փորձի գործով։ Քննչական կոմիտեի եւ ԱԱԾ համատեղ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նրանք թմրամիջոցները տեղափոխել եւ թաքցրել են Արարատի մարզի հյուրանոցներից մեկում։ Նրանց նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, կիրառվել է կալանք, իսկ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին։ Հրապարակվել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2025 թվականի տարեկան զեկույցը, որը վերաբերում է մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռների կատարմանը։ Զեկույցի համաձայն նոր գործերի թիվը փոքր-ինչ նվազել է, կազմելով 921։ Նոր դեպքերի թվով առաջատարներն են Ուկրաինան, Ադրբեջանն ու Իտալիան, ապա Հունգարիան, Թուրքիան եւ Լեհաստանը։ Հայաստանի դեպքում 2025 թվականին գրանցվել է 25 նոր գործ, 2024-ին 15, 2023-ին 28 գործ։ Դրանք հիմնականում վերաբերում են ցույցերի ընթացքում ոստիկանության գործողություններին, ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականությանը, դատավորների պաշտոնազրկմանը եւ ընտանեկան բռնության դեպքերում պետության ոչ բավարար արձագանքին։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում աշխատողների աշխատավարձերի կանխավճարները ուշացել են արդեն 5 օր է։ Տնօրեն Աշոտ Բլեյանը նշել է, որ պետության տրամադրած գումարը բավարար չէ, ինչի պատճառով առաջացել է մեծ ֆինանսական պակասորդ։ Կրթահամալիրը հայտը ներկայացրել է հիմնվելով իր մոտ գործող 160,000 դրամ դրույքաչափի վրա, սակայն ԿԳՄՍ նախարարությունը հաշվարկը իրականացրել է 140,000 դրամով։ Նախարարության հատկացրած բյուջեն շուրջ 125,4 միլիոն դրամ ավելի քան 2 անգամ պակաս է կրթահամալիրի ներկայացրած հիմնավորված հայտից՝ շուրջ 285,2 միլիոն դրամ։ Շամշյանքոմի փոխանցման մարտի 26-ին Լոռու մարզում Սպիտակ Գյումրի ճանապարհին բախվել են Volkswagen-ն ու Ural բեռնատարը։ Վթարի հետևանքով երկու վիրավորները, հայրը եւ որդին, տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են հանգամանքները ըստ աղբյուրի բեռնատարը հաշվառված է ՊՆ զորամասերից մեկում։ Իսկ այժմ աշխարհից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափված է ՆԱՏՕ-ի անդամ երկրներից ու իրանցի բանակցողներից։ Այդ մասին նա խոստովանել է սոցիալական ցանցի իր էջում գրառումներով։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրները բացարձակապես ոչինչ չեն արել օգնելու իրենց։ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից ոչինչ չի ակնկալում, բայց երբեք չի մոռանա այս կարևոր ժամանակը, նշել է նա։ Դրանից րոպեներ անց նա հայտարարել է, որ իրանցի բանակցողները շատ տարբեր ու տարօրինակ են։ Նրանք աղաչում են մեզ համաձայնության գալ, ինչը նրանք պետք է անեին, քանի որ ռազմական առումով ոչնչացել են, բայց հրապարակավ հայտարարում են, որ միայն դիտարկում են մեր առաջարկը, սխալ է, ավելի լավ է, քանի ուշ չեն նրանք լրջանան, նշել է ԱՄՆ նախագահն ու սպառնացել անդառնալի հետևանքներով։ Իսկ դուք ավելի իմանալու համար հետևեք Panorama-ին եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։